Պարոն Դանիելյան, ես կրկնում եմ, ամեն մի տնտեսվարող ունի ուրույն պատմություն։ Ես բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել աջակցել եմ, բայց ուզում եմ ես այս ամբիոնից հայտարարեմ, որ որոշների հարցով ու խնդիրներով չեմ զբաղվելու ու հիմա կասեմ ինչի։ Ունենք երկու տիպի կոնյակ արտահանողներ եւ կոնյակի սպիրտ արտահանողներ։ Ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով, ընկերություն կա, որ 100,000 եւ ավելի տոննա 3 տարիներ իրար հետ խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքը կանգնած եմ։ Տասնյակ հազարավոր տոննաներ մթերողների հետ կանգնած եմ։ Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ։ Եվ այդ ում սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Այդ ում սպիրտն են իրանք արտահանում։ Այսինքն գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ որ մեկի սպիրտը առնում, բերում տանում են, մի հատ էլ պետք է կողքները կանգնենք։ Այ իրանց կողքը չեմ կանգնելու եւ իսկ նա ով հայ գյուղացու խաղողը առնում է, մինչեւ վերջ իր կողքը կանգնած եմ։ Ես էլ ու կոչ եմ անում դուք էլ իմ հետ գաք գնանք այդ հարցերը լուծենք։ Իսկ նրանք ովքեր որ խաղող չեն մթերում ու ես իմ ինչով են զբաղված, կներեք իրանց հարցը, դա մեր հարցը չի, ընդհակառակը իրենց գործնեության արդյունքում մեր կոնյակի անունն են գնում, մեր պետության անունն են գնում։ Ինչ վերաբերվում է ավտոմեքենաներին, դուք շատ լավ գիտեք, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցեցինք, հունվար ամսվա հնարավորությունը ստացանք։ Դրանից ավել ստանալու հնարավորություն չեղավ, որովհետև ի սկզբանե դա նախատեսված չէր, այսինքն այդ մարդիկ, երբ որ այդ ավտոների մեքենաները պատվիրում էին, իրանք գիտեին, որ չի լինելու։ Այդ հետո է այդ հնարավորությունը առաջացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի